Այս օրերին նաև Մարկարայի անցակետը հայ-թուրքական սահմանի բացվեց, վստահ եմ տեղյակ եք, Սիրիային հումանիտար օգնություն հասցնելու նպատակով։ Թուրքիայում կար դրա արձագանքը։ Ոչ, Թուրքիայում նրա արձագանքը չկա, նրա արձագանքը ավելի շատ գլսենք Բաքուի միջոցով։ Բաքուի մեջ է որ մարդիկ գարարգեն եւ աղմուկ կպարծացնեն Թուրքիա հարց տալով թե առանց մեզի հարցնելու, առանց մեր հավանության ինչու համար այսպես քայլ մարի։ Ես նախապես ապազում անգամ ներսած եմ, որ Թուրքիան այլևս Հայաստան-Թուրքիա հարաբերություններու բնականոնացման մեջ իր ուրույն գամքը կործատրելու ի վիճակի չէ։ Անպայման ստիպված է Բաքուի հավակնությունը ստանալու։ Եվ արդեն բարձվեցավ, որ թուրքական իշխանությունները Բաքուն դեղյակ պահած են այս անցագետի փացում են, բայց ադրբեջանական մամուլը այնպես ցավացուց թե իբրև թե դեղյակ չէին եւ հանգարձակի թվեցավ այս քայլը իրենց համար եւ արարգեցին։ Այսինքն մարդասիրական օգնության համար իսկ սահմանատուրին փացումին թեմ իրենք շատ լուրջ վերաբախություն ունին։ Եվ Թուրքիան չի գնար այդ վերաբախությունը անդեսել կամ նկատի չառնել։ Այսինքն Թուրքիայի այս իշխանությունների պարագայում ոչ հայ-թուրքական, ոչ հայ-ադրբեջանական հարաբերություններում դրական մոտիվներ փնտրել պետք չէ։ Բացարձակապես պետք չէ, որովհետև կտեսնենք, որ Ադրբեջանի կողմը միշտ առավելաբաշտ ռազմավարություն ունի, երբ որ ամեն ինչ համաձայնելու սահմանին հասած է, ինքամիջապես կհնարե նոր բանջներ, որպեսզի կորձը մնա անելի մեջ։ Այս պայմաններում մեջ մենք որ պիտի նախընտրենք խաղաղության համաձայնագիրի ստորագրությունը, բայց իքին ինչի, եթե հակառակորդը դիտումնավոր կերպով այս ընթացքին մեջ է, ուրեմն մենք պետք է հրաժարենք այդ բանակցություններեն եւ ասենք թե 30 տարի առանց խաղաղության պայմանագրի շարունակեցինք, հələ հիմա է շարունակենք։ Այստեղ այդ վախը անիմաստ է, որ Ադրբեջան հանգած կրնա դարձյալ հարցագիր եւ հողեր կրավել Հայաստանեն։ Ես այդ մեկը շատ հավանական չեմ տեսնել։ Նախորդ անգամ այդ բանը եթե եղավ, Արցախը իրենք եթե հաջողեցան կրավել, բարձրապես համաշխարհային քաղաքականությունն իրենց զորավի կեցավ, որովհետև ընդհանուր ընկալումը այն էր, որ Ադրբեջան կրավված, օկուպացված իր տարածքները ազատագրեց։ Բայց հիմա այս անգամ նույն բանը չկա, հետևաբար այդքան թյուրին պիտի չլա նման զինյալ սպառնալիքի կորզատրությունը։ Դե դուք ճիշտ եք, հիմա անհասկանալի իրավիճակ է։ Բաքուն եւ Երևանը հայտարարում են բանակցությունները ավարտելու մասին, բայց ընդհանուր բանակցային մթնոլորտը ավելի է սրվել եւ դարձել ավելի անորոշ։ Որովհետեւ նոր բանջներ առաջ վերին։ Իբրև թե բادرազմի հանցագործություններով մեղադրված անձեր կան Հայաստան եւ հիմա Բաքուն բիդուզը որ անոնք իրեն հանձնվին որովհետեւ բաց չէ արդեն բադանտ վերցնած անձերը գարզես բավարար չլային հիմա Հայաստան իրեն նոր քաղաքացիները իր պիտի հանձնեն որովհետեւ Ադրբեջանի փանդերում մեջ անոնք եւս տանջանքներում մատնվին անընդունելի պահանջ մնա այս մեկը Բանիմաց ոչ մեկը այս տեսակ պահանջիմը նույնիսկ պատասխան կտա Էրդողանը ասում է թուրքական ընդդիմությունը թույլ է ու պարզունակ սա երևի հենց Էրդողանի թուլության նշանն է չէ որ այդպեսի Արտե Այո պայմաններու բերումով ինքա շատ թույլ է որոշ թերագադարներու դիմաց Վաշինգտոնի դիմաց ինքնալ թույլ է Բաքուի դիմաց ինքնալ թույլ է ինքազիվ արույց կդառնա դեղական ընդդիմության դիմաց համաշխարհային կետնի վրա երբ որ ուրիշներ իրեն թեմ թիրք բռնեն ինք եւս թույլ է Բակրատ այս իրադարձությունների այս զարգացումների որ սցենարն է բխում մեր շահերից եթե կարելի է այդպես արտահայտվել Խոստովանիմ որ հանգարց եթե Թուրքիո մեջ իշխանապողություն ուլա դարձյալ
Հայաստան-Թուրքիա հարաբերություններում ես բարձր ակնկալություններ չունիմ, շատ մեծ լավադեսություններ չունիմ։ Միգուցե երկներս pedagogan համագարկը կվերահաստատվի, որովհետև հիմա մենք այդ pedagogan համագարկը գործընծուցինք, պետությունը բնորոշող հատկությունները գործընծուցինք, միգուցե որոշ ժամանակի ընթացքին այդ բոլորը վերահաստատվին, բայց Թուրքիա Հայաստանի դեմ բռնած քաղաքականությունը իշխանության հետ կապված չէ, սա ավանդական է։ Սկսած Սուրեյման Դեմիրելի օրեն մինչև այսօր ինչ վարչություններ որ անցան, գրեթե բոլորն նույն հանգեր կգտնեցին։ Անոնց մեկ մասը մեզի չասա, որովհետև անցյալին գար խորհրդային միություն։ Բայց Հայաստանի անկախացումեն այս կողմ բոլոր Թուրքիա քաղաքական գործիչները, բոլոր դիվանագետները Հայաստանի հանդեպ միշտ նույն մերժողական դիրքին մեջ գտնվեցան։ Հետևաբար, եթե հանգած իշխանափոխություն մտեղի ունենա, ես դարձյալ չեմ ակնկալեր, որ շատ դրական մեծ փոփոխություններ պիտի լինեն։ Սա մեզ համար ճշմարտություն է, որովհետև աշխարհագրական դիրքով Թուրքիան սահմանամերձ երկիր է եւ Թուրքիո հետ բաց սահմաններու արգայությունը դիվանագիտական հարաբերություններու արգայությունը մեզ համար լուրջ նշանակություն ունի։ Իրենց համար միայն տնտեսական որոշ նշանակություններ ունի այս պահում եւ անոնք կուզեն դակավին Հայաստանը շրջափակման մեջ պահել։ Զանգեզուրի միջանցքի համար բանջը այդ բնդումը Հայաստանի շրջափակումը հարադեպ դարձնելու մարմաճն է։ Այդ միջանցքը եթե իրենք ստանան, այլևս Հայաստանի հետ գործ պիտի չունեն, նան իրենց երթևեկության մեջ։ Բանը որ մեզ համար բոլորովին անընդունելի է, բոլորովին թեմը մեր շահերուն։ Եթե պիտի դառնա Թուրքիան քաղաքագիր աշխարհի մեկ անդամը, մեկ մասնիկը, ուրեմն ստիպված է հարգելու Հայաստանի pedagogan սահմանները եւ եթե գուզե այդ սահմաններեն դեպի արևելք ճամփորդել, պիտի հարգե pedagogan կանոններու գրամայականները, այնինչ որ արգա են բոլոր pedagogan հարաբերություններու մեջ։ Ինչպես որ Թուրքիացի Փերնադարմս Բուլղարիա սահմանեն գերտա մինչև Գերմանիա, Հայաստանի սահմանենա գրնա երթալ մինչև Կենտրոնական Ասիա, եթե ուզե Չինաստան, կամ հագարակը ուղղությունով։ Բայց ստիպված է այդ կանոնները հարգելու։ Դե Էրդողանը շատ չարչարվեց Եվրամիություն մտնելու հարցում, բայց մերժում են, չի ստացվում։ Մտնելը մեր շահերից կբխեր ամեն դեպքում։ Պահանջված գարկու կանոնը այսքան չարչարվելու պատճառ չկար։ Իր իշխանության առաջին 7-8 տարիներուն մտնոլորտը փոխել այսպես չէր։ Թուրքիո մեջ Եվրոմիության բանջներում բացաշրջեցված ահագին բարեփոխումներ դեղ ունեցան, բայց վերջեն ինքն է որ հրաժարեցավ այդ գործընթացին։ Ինքն է որ ասավ որ մենք կարմիր քիծեր ունենք, չենք հադեր այդ կարմիր քիծերը եւ հարաբերությունները այսպես սարեցան, այլ ոչ թե Եվրոպայի մերժողականությամբ։ Թուրքիան ասավ որ ես իմ կանոններով անդամակցիվ դուսեմ, անոնք ասում որ չի կարելի։ Եղածը ասե։ Եվ վերջինը մի ճշտում Բագրատ, Իմամօղլուն որտեղ էլ գտնվի բանտում թե ազատության մեջ կարող է առաջադրվել նախագահի տեխնացու, չէ՞, կարծեմ։ Ըստ թուրքական սահմանադրության։ Ներկա պայմաններում մեջ այդ կարողությունը քիչ մը վիճելի դարձավ, որովհետև Թուրքիո օրենքներով համաձայն հանրապետության նախագահը պետք է համալսարանավար լա։ Իսկ նախքան Փերման ենթարկելը եւ ցերպակալելը արդեն Իմամօղլուի համալսարանի վկայականը չեղյալ համարեցին։ Սայալ իր գարքին թավատրություն մներ։ Համալսարանի դեսուչը մերժեց այդ պահանջը, բայց անոնք ուրիշ մարմինի միջոցով այդ պահանջը հաջողեցան ապահովել եւ չեղյալ համարված է սաբահուն Իմամօղլուի վկայականը։ Եթե այդ դիպլոմը չունենա, արդեն նախագահ չի գրնարել։ Այսպեսի խոչընդոտ մնա իր դիմաց։ Դեռ այդ խոչընդոտին դեմ թադական գործողությունը սկսած է, մեկնարկած է, բայց բոլորովին քաղաքացած
քաղաքականացած այս թադական համագարկեն ինչ արդյունք դուրս կելա շատ վիճելի է։